Սոնա Ղազարյանի դեմ նոյեմբերի 9-ից հետո ընդհանրապես ցույց է եղել պատասխան, մենակ Սոնա Ղազարյանին չէ, ձեր դեմ ում կարողացել ենք հանդիպել ու պատասխան ենք պահանջել որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ձեր արարքների համար։ Բայց այդքանով հանդերձ առաջին անգամ ես ամբյոնից խոսելուց ես ներողություն եմ խնդրել, եթե Սոնա Ղազարյանի մանկահասակ երեխային որևէ անհանգստություն եմ պահանջել։ Հիմա սպասում եմ ձեր ներողությանը, հազարավոր զոհերի, նահատակների մասունքները այն պայմաններում պահելու, որ պահել եք, Եռաբլուրում զոհվածների ծնողներին քարշ տալու, Սոնա Մնացականյանին ավտովթարի ենթարկելու համար։ Այսքան երկակի ստանդարտներով ու այսքան կեղծ կարելի է լինել։ Ձեր դեմ ցույց աներն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքն է օգտվել եւ շարունակելու եմ օգտվել այդ իրավունքից։ Շնորհակալություն։ Այստեղ էլ ուղղակի էլի սխալ հնչեց, հարցնում էին ուր էլ հայրաքելական եկեղեցին օրինակ մարտի 1-ին մենակ ընտանեկան բռնության դեպքով արձագանքում, ոչ, մարտի 1-ին էլ է հայտարարություն տարածել, կարող եք ծանոթանալ, եթե որևէ մեկը չի կարողանա համացանցում գտնել, կարող եմ տրամադրել եւ այո, եկեղեցին 1700-ամյա կառույցը նաեւ նրա համար է, որ հասարակական հնչեղություն ունեցող հարցերին անդրադառնա աշխարհում այդպես է, Վատիկանը անդրադառնում է հղիության արհեստական ընդհատումից սկսած մինչև տարբեր թեմաների եւ դա բնական է։ Եկեղեցին չանդրադառնա, քաղաքական գործիչները չանդրադառնան, այսինքն քաղաքականությունը թողենք ձեր հույսին։ Դա ձեր ուզածը, չէ՞։ Սխալ եք, ձեր հույսին պետք չի թողել, հակառակը։